Ինչպես քավել շնության մեղքը։ Շնությունը քրիստոնեության մեջ համարվում է հոգու եւ մարմնի ծանր վիրավորանք, սակայն Աստծո ողորմությունը անսահման է նրանց համար, ովքեր փնտրում են անկեղծ դարձ։ Ապաշխարության առաջին քայլը սեփական մեղքը ընդունելն է, առանց արդարացումների։ Շնությունը ոչ միայն հասարակական կամ բարոյական սխալ է, այլև մեղք Աստծո եւ սեփական մարմնի դեմ, որը Սուրբ Հոգու տաճարն է։ Ինչպես որ Դավիթ թագավորն էր աղաղակում, ասելով. «Մեղանչեցի Տիրոջ դեմ», այնպես էլ դուք պետք է կանգնեք Աստծու առաջ, բացելով ձեր հոգին։ Աստված չի փնտրում ձևական աղոթքներ կամ արտաքին արարողություններ։ Նա ուզում է խոնարհ սիրտ։ Քավությունը սկսվում է այն պահից, երբ դուք ցավ եք զգում, ոչ թե բացահայտվելու վախից, այլ Աստծո սերը վիրավորելու համար։ Այդ ներքին զղջումը պետք է ուղեկցվի իրական ափսոսանքով եւ խոնարհությամբ, գիտակցելով, որ մեղքը ձեզ հեռացրել է Աստծուց։ Սիրտը մաքրելու համար անհրաժեշտ է հրաժարվել մեղքի հիշողությունից եւ այն հաճույքի պատրանքից, որը մթագնել էր ձեր միտքը։ Քավությունը լոկ անցյալի համար զղջալ չէ, այլ ապագան փոխելու հաստատական որոշումը։ Տեր Հիսուս Քրիստոսը շնության մեջ բռնված կնոջը ասաց. «Գնա եւ այսուհետև մի մեղանչիր», այսինքն գնա եւ այլևս մեղք մի գործիր։ Սա նշանակում է կտրել բոլոր կապերը, որոնք տանում են դեպի այդ մեղքը, լինեն դրանք մարդիկ, վայրեր, թե թվային հարթակներ։ Պետք է հեռանալ այն ամենից, ինչը ձեզ տանում է դեպի մեղքը։ Վերջիվերջո պետք է հիշել, որ չկա այնպիսի մեծ մեղք, որը ավելի մեծ լինի, քան Աստծո ողորմածությունը։ Հիսուս Քրիստոսի թափած արյունը մաքրում է մեզ ամեն տեսակ անօրենությունից։ Ապրեք սրբության ձգտումով, զինվեք աղոթքով եւ Սուրբ Գրքի ընթերցմամբ, որպեսզի ձեր սիրտը այնքան լցվի աստվածային սիրով, որ այնտեղ այլևս տեղ չմնա օտար եւ կործանարար կրքերի համար։